Բարև ձեզ սիրելի Բարև սիրելի հետևորդներ ջան։ Մի կերպ էլի ես եկա, կրկին հոգնած, այս վերջերս ինչպես միշտ լսում եք միայն դա, քանի որ աշխատանքից եմ եկել, այնտեղ խառը շինարարական գործերով ամենը այնքան խառն է, որ անգամ ուղեղով հոգնում եմ։ Քանի որ ներկայացնելու ասելիքը շատ է, մի հատ առաջաբան կարճ կոնկրետ այսքանը ու անցնում ենք առաջ։ Միայն նախապես ասեմ զգուշացնեմ, որ այս մի բլոկ տարբերակը լինելու է շատ խառը, որպեսզի առանձին մի քանի կադրեր շինարարությունից չմոնտաժեմ, հետո զատիկի արարողությունից, քանի որ չէի տեղադրել, բավականին ուշացրել եք, բայց ոչինչ, ամբողջը միտեղ կտեսնեք, այնտեղ նաև շատ հետաքրքիր unboxing ու էլ ինչ-որ բաներ, որ չեմ հիշում, ինչ պետք է ներկայացնեմ, տեղադրեմ մեկ տեսանյութ բլոգում։ Կարճ ասած, շինարարություն համար 3-ը, զատիկի շարունակությունը, շատ հաճելի unboxing բոլորը միասին, ընթացքում էլի ինչ-որ մանր բաներ բոլորով դիտում ենք այս տեսանյութ վլոգ տարբերակում, գնացինք առաջ։ Դե ինչ, այստեղ սկսենք մեր զատիկի շարունակությունից։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, զատիկի նախապատրաստություն, այստեղ մեր խոհանոցում նախապատրաստական իրավիճակը, այդտեղ սեղանին ինչ ենք պատրաստելու, կարճ ասած, պատրաստում ենք զատիկին։ Ես էլ այնքան հոգնած եմ, մի հատ վիճակս նայեք։ Դուք վերջերս լսում եք, որ ես հավերժ հոգնած եմ, լուրջ եմ ասում։ Այստեղ կարինկան, ինքը պատրաստում է, խառնվել է իրար, այստեղ կուլիչներ, խմոր, չգիտեմ ինչ։ Ոչ էլ հարցնում եմ, այն որ ասում են ինչ ուզում է անի, ընթացքում հետո ես կխառնեմ մնացած բաներին։ Այս պայդուրությամբ կարինկան պատրաստում է կուլիչները, որտեղ կա բիսկվիտի տարբերակով են անում, կա բուրկու խմորի տարբերակով, կարճ ասած Էլ ոչինչ չասեմ, եկեք տեսնենք ինչ է անում կարինկան։ Կուլիչի խմորը արդեն պատրաստ է, կարինկան ավելացնում է մի քանի չամիչներ և ջիր։ Ապա ծածկում է սովորական տոպրակով, հետո կտորով թողնելու, որպեսզի հասունանա։ Ահա, խմորը հասունացած է, կարինկան կուլիչի ձևավոր թղթերը մի փոքր յուղապատում է, լցնում է խմորը, ապա տեղափոխում ջեռոց։ Մինչ կուլիչները կպատրաստվեն, կարինկան որոշեց, որպեսզի զատիկի սեղանը իր պատկերացմամբ ձևավորմամբ արդեն ամբողջը դասավորի և ձևավորի։ Որպեսզի ամբողջը մանրամասն մեկ առ մեկ չներկայացնեմ, արդեն պարզ է և հասկանալի է ձևավորման դետալները, եկեք հետևենք ընդամենը ընթացքին։ Դե իհարկե բոլորիս արդեն հայտնի կարինկայի համար շատ հետաքրքիր և ուրախանալու զատիկի ձևավորման այս հրաշք դետալները, կարելի է ասել մանր-մունր խաղալիքները։ Սիրելի հետևորդներ, անցնում ենք մեր զատիկի արարողությանը, այսինքն պատրաստում ենք այն ամենը, ինչը վերաբերում է զատիկին։ Կարճ, կոնկրետ, երկար չենք խոսում, անցնում ենք առաջ։ Կանաչի տապակել, ձուներ կեր, զիզիկ-վիզիկներ, գնացինք։ Կարինկան և Նարեկը նախապես ցույց էի տվել, որ գնել էին ձվերը ներկելու և ձևավորման շատ հետաքրքիր դետալներ, տիպեր, նկարներ, կպչուն պատկերներ, հետաքրքիր փոշի գույներ և այլն։ Իհարկե ունենք նաև հայկական ադաթով տորոնը։
Ինչպես տեսնում ենք, այստեղ գրում է նախապատրաստական աշխատանքները, ձվերը բոլորը նախապես պետք է ինչ-որ գույնով ներկվի, այնուհետև իր վրա փակցնելով կպչուն պատկերներ, տաք ջրում ձուլվող այլ կպչուն պոլիէթիլենային նկարներ, ավելի լավ է հետևենք ընթացքին։ Ճիշտն ասած, ես սիրահարվեցի այս գործընթացի վրա։ Ավելի շատ ես էի ուրախացել, քանի որ շատ արագ այս տարբերակով պատկերները անցկացնում ենք ձվերի վրա, իջեցնում եռման ջրի մեջ եւ ստանում շատ հետաքրքիր ձևավորում։ Այնուհետև, ինչպես երկու փոքրիկ բալիկներ, Կարինկան եւ Նարեկը շատ հավեսով, ինչպես ասում ենք, մանրակրկիտ նստել են զիզի-բիզի զբաղվելով, բոլոր ներկված ձվերի վրա ամրացնում են պատկերներ, ինչ-որ հետաքրքիր դիմանկարներ, մուլտերի հերոսներ, նմանատիպ տարբերակներ, եկեք ավելի լավ է հետևենք։ Ավելի շատ ուրախացա այն մտքից, որ մեր փոքրիկ Կարենչոն խաղընկերների պակաս չի ունենալու, իր մայրիկը եւ հայրիկը սիրում են այսպիսի մանր բաներով զբաղվել եւ խաղալ։ Գոհար տատիին ոնց որ թե մոռացել ենք, խոհանոցում արագ օգնում էր մեզ, չամիչով փլավ է պատրաստում, ինչ որտեղ նկատողություններ է անում, ես չգիտեմ ինչեր է ասում, հետո հասկացա, որ իրեն էլ ենք նկարում, այսպես ոգևորվեց, կարելի ասել դիրքավորվեց, որ կադրում լավ երևա։ Դե քանի որ կուլիսները արդեն պատրաստ են, Կարինկան այնտեղ զբաղված է այլ աշխատանքներով, շատ արագ ես պատրաստում եմ կուլիջի երեսպատման համար, շաքարի եւ ձվի սպիտակուցե հարթակը, այնուհետև իր վրա քաղցր ձևավոր հատիկներ տարածելով, ավելի լավ է հետևեք ընթացքին։ Դե այստեղ հուլունգանման քաղցր հատիկներն են տարբեր պատկերներով, որ կրկին գնել էր Կարինկան իր պատկերացմամբ, տեսեք ինչքան գեղեցիկ են, գույնզգույն տարբեր պատկերներով։ Դե ինչ, էլ ինչ գեղեցիկ զատիկի սեղան առանց մեր այգու հրաշք ծաղիկների։ Կարինկան մեր այգուց առանձնացնում է եւ ընտրում է լավագույն նարգիզները, որպեսզի տեղադրենք մեր զատիկի սեղանին։ Ապա վերջում հիանում է իր կատարած աշխատանքով։ Եվ վերջապես պատրաստ է մեր տոնական հրաշք գեղեցիկ զատիկի սեղանը։ Մի պահ գոնե թողեցինք շինարարությունը, մտանք ներս, որպեսզի նշենք մեր հրաշք տոնը։ Եվ վերջապես, ինչպես ասում ենք, հաց ենք ուտում, բոլորով շատ սոված ենք։ Եվ այստեղ ամենահետաքրքիր պահերը, ինչպես ասում ենք, ձու կռվածն էլ։ Եկեք հետևենք, տեսնենք ով ինչ է անում, ով է հաղթում, ով է պարտվում, գնացինք առաջ։
Մեկ էլ մի պահ տեսնենք, պապիկը ցանկանում է ձվի կճեպները մաքրել, որպեսզի ուտի, չի կարողանում, վերցրեց դանակով մեջտեղից կտրեց, քանի որ խանգարում էր իր վրա փակցված ձևավոր տոպրակը։ Այստեղ են ասում կերանք, կշտացանք, ուրախացանք, դե հիմա անցանք աշխատանքի, գործերը մնաց, բարձրանում ենք շինարարությունը շարունակելու։ Դե այստեղ միշտ տանիքի հավաքելը պետք է մնացած հատվածը տանիքի իր ամբողջ թեքությամբ տարածությունը կրկին քարով շարել, ամբողջը փակել, այնուհետև անցնել հիմնական թիթեղների փակցմանը։ Այստեղ էլ մեր սերյան ապերն է օգնության հասել, այսինքն քրոջս ամուսինը Փեսաս եւ վերջապես անցնում ենք թիթեղների փակցման ընթացքին։ Ճիշտն ասած, սկզբնական ընթացքը բավականին վախեցել էի, հանկարծ չգցեին իրենց վրա, իրականում ծանր չէր, բայց ունի սուր հատվածներ։ Ոնց հասկացաք փառք Տիրոջը։ Ամբողջը բարեհաջող ավարտվեց։ Այստեղ սերյան ապերի հետ Փեսայից, ինչպես նախապես ասացի, նախապատրաստում ենք երկրորդ թիթեղը, այնուհետև երրորդը, չորրորդը եւ այսպես շարունակ։ Մեկ-երկու թիթեղը ամրացնելուց հետո մի հատ տեսեք ինչ հրաշք եղանակ բացվեց, կարծես մեզ էր սպասվում, շուրջ բոլորը արև, տեսարանը շատ գեղեցիկ։ Արդեն երկրորդ հարկի ներսից, ինչպես ասում ենք տանիքի տակից, մի հատ նայեք տեսարանը ինչքան գեղեցիկ է դիտվում, ամբողջ աշխատանքը արդյունքը հրաշք երևում է։ Այստեղ էլ տատիկը եւ Կարինկան մեծ ուշադրությամբ հետևում են, թե ինչպես ենք աշխատանքները կատարում։ Մինչ այս տեսանյութը տեղադրել է, երևի շատերդ արդեն տեսել եք։ Իմ տեղադրած կարճ տեսահոլովակը, որ շատ մեծ արձագանք է ստացել, թե ինչպես ենք շինարարության ընթացքում ապրում, ապա ամբողջական տարբերակը դիտեք այստեղ։ Աչքս ընկավ, թե մի կողմից հարևանները ինչպես էին զարմացած մեզ նայում։ Մեր այս տեսանյութի երաժշտության համար ավելի շատ ուրախացել են մեր եզդի եղբայրները, որոնց իրականում չափից շատ եմ սիրում, քանի որ հենց այն իրենց ազգային երաժշտությունն է։ Ու մեզ թվաց, թե վերջ, անցանք աշխատանքի, աչքներս ընկավ, տեսնենք պապին ոգևորվել է դեռ այդ երաժշտության ազդեցության տակը եւ շարունակում է ապարելը։ Մենք էլ սկսեցինք կրկին նկարել։ Դե հլա մի հատ նայեք չարաճճի Կարինկային, սա էլ հաջորդ օրն է։ Այնտեղ զբաղված գործ էի անում, աշկս ընկավ տեսնեմ, վերջը իր ասածը արեց եւ բարձրացավ տեսնելու երկրորդ հարկը։ Դե իհարկե Նարեկի օգնությամբ։ Ինչպես ասում են, կլորիկ փորիկով Կարենչոյիս հետ միասին բարձրացել էր մեր նոր կառուցած երկրորդ հարկի սենյակը տեսնելու։ Վայ, վերջապես, փառքից շատ, նորմալ հասավ տեղ։ Դե մենք էլ կրկին շարունակում ենք մեր երկրորդ հարկի շինարարությունը, մեկ էլ այդ պահին, հյուր են գալիս մեր խնամիները։
Մինչև մի հատ սուրճ խմեցինք, դեն զրուցեցինք, մինչև հաց կպատրաստենք, խնամիներն էլ մեզ հետ միասին անցան օգնելու շինարարության տանիքի փակցնելու ընթացքին։ Ուզենք թե չուզենք պետք է շինարարությունը շարունակենք, քանի որ վերջին դետալներն են մնացել, սպասվում է անձրև, ամպրոպ, քամի, վերջին 2 թիթեղները խորհրդակցելով պարտադիր պետք է փակցնենք, նոր մտնենք հաց ուտելու։ Ձեր շատ ծելի unboxing-ը, ապա փաթեթավորում, boxing, լավ, այսպես սկսենք այստեղից, արդեն մի փոքր թառամեր են, դե բնականաբար, բայց մի հատ էս հրաշքներ են նայեք, ապրիլի 7-ին Նարեկը կրկին անակնկալ ինչ գեղեցիկ բուկետներ են նվիրել Կարինկային եւ ինձ, այնտեղ sense սիրուն բուկետներ դրել ենք, նայում եք, ասում եմ տարբերություն չկա, որը որին տա բուկետները կարևորը ապրիլի 7-ին բերելը եւ շնորհավորել է մեր մայրության եւ գեղեցկության տոնը, քանի որ Կարինկայի մոտ մայր լինելուց 5 պակաս։ Ինչպես ասում ենք, այսպես գեղեցիկ բուկետներ, եկեք հիմա սա տեղափոխենք մի կողմ, քանի որ հիմա ձեր շատ սիրելի unboxing-ն է սկսվում։ Ես ուղղակի ճիշտ ասած իրականում չեմ հասկանում, այս unboxing-ի պատվերները այսքան որտեղից է հավաքվում, կուտակվում, մենք ենք պատվիրում Կարինկան անակնկալ Նարեկի հետ միասին, հետո Կարինկայի ծնողները, ինչի մասն է խոսքը, եկեք ավելի լավ դիտենք, գնացինք, սա տեղափոխենք։ Առաջինը սկսենք այստեղից, մի հատ էս հրաշքը նայեք։ Դե քանի որ արդեն բացել ենք, ամբողջը տեղադրել ենք, նայենք հասկանանք ինչ է, այլ չեմ հավաքել, միանգամից այսպես ցույց տա։ Կարինկան եւ Նարեկը միասին շատ հետաքրքիր անակնկալ են պատրաստել նվեր ապրիլի 7-ի արդիվ ինձ համար եւ արդեն մասնագիտական իրենք հասկանալով, որ ինձ ինչա պետք, այսինքն աշխատանքային, հա, իմ բլոգների, տեսանյութերի, հետագայում on-line-երում մենք ծրագիր ունենք ավելի լուրջ բաներ անենք, այնտեղ պատի ստենդ եւ այլն, եւ այսպիսի մեծ լուսավորում, այսինքն այստեղ մենք կտորի մասը հիմա ես կառանձնացնեմ, դուք կտեսնեք 1 րոպե։ Իր մեջ տեղադրվում է լամպը, այստեղ փակվում է։ Այստեղ կենտրոնում լամպն է տեղադրվում։ Հետո փակվում է այս կտոր տարբերակով, որպեսզի լույսը համաչափ գեղեցիկ տարածվի, այսինքն հստակ ճառագայթող լույս չլինի, այսինքն նկարահանումների համար գեղեցիկ լուսավորման ապարատ եւ հետո կպատվիրենք նաեւ իր ոտիկները, ինչպես ասում են շտատիվը։ Տեսեք, հրաշք, այն ինչ որ ինձ պետք է աշխատանքային, պահել է ինձ մոտ կարզինայում, այսինքն լավ, զամբյուղով, ոնց կուզեք։ Կարինկան հասկանալով ինչա պետք, միասին կազմակերպել էին եւ պատվիրել էին։ Տեսեք, ինչ հրաշք եւ իրոք շատ լուրջ անակնկալ։ Սա ինչ շատ պետք էր։ Այսինքն այնպիսի նվեր, որը չի կրկնում ու իրոք ինձ անմիջապես պետք էր, ես պետք է պատվիրեի։ Հաջորդից կտեսնեք սրա շարունակությունը նույնպես լինելու է։ Քանի որ արդեն բացել էինք, ես հիմա այստեղ ուղղակի իրեն տոպրակներ են, ուրիշ բաներ չկան սրա հետ կապված։ Հրաշք, unboxing նվեր։ Շատ ուրախացել եմ ապրել իմ ճուտիկները։ Հիմա անցնենք առաջ։ Քանի որ unboxing-ի ամենամեծ կտորը այնտեղ է, հիմա աստիճանաբար կհասնի ինձ երևի թե օդի միջոցով, եկեք սա ցույց տամ, անցնենք առաջ։ Այստեղ պարզ հասարակ, բայց ինձ համար շատ պետք է կա։ Շատ քիչ է լինում, որ ես ընդամենը պարզ հասարակ ինչ որ բաներ եմ պատվիրում ինձ համար, քանի որ այն հետարքիր լավ տարբերակների, հագուստների հետ համադրելու առումով ինձ պետք է այսպիսի հասարակ ինչ որ մի, ինչ ասեմ։ Այսինքն կիսաշրջած գեստ, յուբկա, ոնց ուզում եք ասեք։ Երևի թե իր վրայի կոճակները ես կառանձնացնեմ կհանեմ, այնպես չէ որ վատ է, բայց իմաստը չեմ հասկանում, ասենց անիմաստ ուղղակի ոսկեգույն կոճակներ։ Պարզ հասարակ սև կիսաշրջած գեստ, լավ կիպ գրկող մարմին է, որպեսզի կազմածը գեղեցիկ ցույց տա։ Այսպես հետարքիր բլուզների հետ հագնելու համար պարզ հասարակ ձգվող կտորից եւ որակը շատ բարձր։ Հաջորդ տարբերակը կրկին սև ջինսե տաբատ, այսինքն շալվար, այսինքն անհրավարտիկ, ինչպես կցանկանաք։ Ես սև տարբերակները բավականին ունեմ, բայց մեկը մյուսից տարբերվում է, ինձ պետք էր հասարակ սև ջինսե տաբատ, որ մի քիչ էֆեկտ ունենար, եթե կազմածքը գեղեցիկ է, այն ձիգ հագնում ես քեզ վրա, եւ այդ գույնային համադրումը շատ գեղեցիկ է։ Այսինքն այս մասերում գույները էլ ավելի բաց, ընդհանուր մուգ, կարճ ասած եկեք դիտենք։ Հետո հակած կտեսնեք, կհասկանաք ինչքան է ինձ այն սազում։ Արդեն փորձել եմ, շատ լավն է։
Ես պատվիրել էի այս տարբերակը կրեատիվ արծաթներով, ունեի, նա արդեն փչացել էր, երկրորդն էի գնել, ունեմ այնտեղ այլ տարբերակներ, բայց սա պարտադիր ինձ պետք է։ Եվ մտածված ձգվող ջինսե տաբատները ես գնում եմ ինձ համար մեկ համար ցածր, փոքր, այսինքն M-ի փոխարեն S, քանի որ ինքը ձգվող է, որպեսզի շատ կիպ ձգվող նստի քո մարմնին, ընդգծի, գեղեցիկ կազմվածքը։ Այո, դա այդպես է, դուք ինքներդ գիտեք, այսպես, տեսեք ինչ հետարքիր, սև ջինսե տաբատ է, պարզ հասարակ։ Այսպես, հիմա սա թողնենք մի կողմ եւ unboxing-ի կարելի ասել ամենամեծից մի փոքր կրճատած, իսկ ինչի համար են կրճատել, հիմա այդ մասին կիմանանք։ Գալիս է unboxing-ը։ Բռնեցինք, գնացինք։ Unboxing։ Ինչ էլ ունենք այստեղ։ Որտեղ այնպիսի բաներ կան, որ ամբողջը մեր պատվիրածը չէ, այստեղ նվերներ են ու հետարքիր, որտեղից է եկել, ինչպես ոնց, հիմա կիմանանք։ Եկեք նայենք։ Այն լոտոների պարուր ձեռքը մտցում են հանում են, որը դուրս եկավ, այդ մասին խոսում ենք, այդպես էլ անում։ Դե պարզ է, արդեն բացել ենք, նայել ենք, հասկանալի է։ Ակնոցներ, ասեմ, որ այս մեկ տարբերակը չէ, երկու տարբերակից է, հիմա մյուսը Կարինկայի մոտ է, կրում է, ցույց տամ, Կարինկայի համար է։ Փորձեց գրեց, երկուսը շատ գեղեցիկ սազում են, մեկը կլոր տարբերակով, մեկը այսպիսի ինչ որ փախլավաձ է, հա, երբեք է ասենք, շատ գեղեցիկ սազեց Կարինկային, պատվիրել են Կարինկայի համար իր ծնողները, տեսեք ինչքան գեղեցիկ է, երկու տարբերակով։ Օրեր առաջ հյուր են եկել եւ բերել են իրենց հետ պատվիրած հետաքրքիր ապրանքներից, որ հիմա ամբողջը կտեսնեք։ Այնտեղ բաներ կա, դեռևս չեն կարող ցույց տալ, որովհետեւ կապված է այլ վլոգի հետ։ Երբ թե հասկացաք, այդ մասին կասենք։ Հաջորդը տեսնենք ինչ կա, այսպես հանենք այստեղից։ Բոթասներ, սպորտային կոշիկներ կրկին Կարինկայի համար, սպիտակ գույնի, տեսեք ինչքան լավն է, ցածր, բավականին, եմրացնեն լավ, ցածր տարբերակն է, բայց շատ գեղեցիկ, որ կարելի է շորիկների հետ, գեղեցիկ է դիտվում, ես ասել եմ, չէ՞ մի քիչ ուրիշ ձև եմ մտածում, բոթասները, սպորտային կոշիկները շորիկի հետ համադրությունը, բայց ինչ որ տեղից նայում է գեղեցիկ է ու ինքը արդեն շատ լավն է։ Կարինկան հագել է, փորձել է ու շատ ծազում է։ Տեսեք ինչքան հետաքրքիր է, կրկին Կարինկայի ծնողներն են պատվիրել նվեր Կարինկայի համար, երկրորդ տարբերակը, էլ չեմ հանել ինչի։ Սիրում եք, չէ՞, դες հետաքրքիր է, այնքան որ unboxing-ը նայեք, էլի չէ, ձեր մոտ այդ վիճակն է, ես գիտեմ։ Շատերը այնտեղ մեկնաբանություններին գրում են հաճախակի երկու հիմնական մեկնաբանություն են գրում, կամ ինչ կլինի ուղի եթեր մտեք, կամ ինչ կլինի unboxing նկարեք։ Թողնենք այստեղ հաջորդը Կարինկայի ծնողները Նարեկի համար պատվիրել են վերնաշապիկ, սարոշկա, խոսակցականով ոնց կարելի է կարող եք ասել։ Նարեկը այն որ բոլորս մեր կարզինաներում պահել էինք այս տարբերակը, Կարինկան հուշել է ծնողներին, թե ինչ պետք է պատվիրեն Նարեկի համար, քանի որ Նարեկը շատ էր հավանել, սպասում էր սա ունենալու, մեր կարզինաների մեջ պահել ենք այնինչ, Կարինկան այնպես է արել, որ իր ծնողները նվեր գնեն Նարեկի համար, տեսեք ինչ ընտիր է, հետարքիր կրեատիվ, Նարեկը երբեմն բաներ կա կրեատիվության մեջ կարող է մտածի չէ դեմ է, այդ Իրանը չի, բայց երբեմն կտրուկ ինչ որ հետարքիր բաների կցանկանա, որ մենք էլ զարմանանք, այդ միտքը կա, հա, իր մոտ տարբերվել եւ այլն ու շատ հետարքիր, տեսեք ինչքան գեղեցիկ է, շատ հրաշք, իրոք կրեատիվ է իր ճաշակով, իր ոճով, միայն նորից տանջարկել ինձ վրա, պետք է նորից մի փոքր կարեն նեղացնեմ, բոլոր հագուստները Կարինկան թե Նարեկը ասում են մի քիչ sense կարի նեղացրու, հեսա կարենջոց գալու է ասի կարող եմ հատել իմ պամպերսը մի քիչ կարես նեղացնես։ Տեսեք ինչ լավն է։ Շատ կրեատիվ, հետարքիր, մտքերով, համադրումներով վերնաշապիկ։ Շնորհավոր։ Դրանք էստեղ։ Ինչ է։ Ահա, մայկաներ ամառային, հետարքիր Մուլտիպլիկացիոն մայկաներ Կարինկայի համար, ես ոճը շատ ասիրում, միշտ sense գույնս գույն, ես եմ սիրում վառ գույներ, գիտեք որ ես վառ գույների կողմնակից եմ, բայց այսպես մուլտիկներով հետարքիր, տեսեք Կարինկայի բնորոշող, ասես մուլտիկներ, տիկնիկներ, տեսեք ինչքան հետարքիր է, տեսեք ջինսերի վրայից ազատ ամռանը մի հատ նայեմ, հա շատ սիրուն է, այնտեղ դիմացած հայելին է, տեսեք ինչ լավն է, կրկի Կարինկայի ծնողները որ բերել են, տեսեք ինչ կա, ոնց որ էլի տեսնի բանը հիշում են, ահա, էլի Կրկին մուլտիպլիկացիա, մի հատ նայեք, ով է հասկանում, որ հերոսներն են ինչ մուլտիպլիկացիա են, ես բան չեմ հասկանում։ Ճիշտ ասած դեպքերը ծանոթ է այս հերոսների, բայց չեմ հասկանում, որ որտեղից է։ Մեր ժամանակ Չիբուրաշկան ու Պագազի ինչ որ տես բաներ են, խոսքի հիմա էլիկ բա երեխաների հետ կապված չգիտեմ, այս ինչ կենթանիներ են, ինչ հերոսներ են, մի հատ նայեք։ Ինքը ջինսի շատ է նման, բայց փափուկ մայկա տարբերակ է, էլի ջինսերի հետ շատ գեղեցիկ կսազի։ Ես պատկերացնում եմ Կարինկան ոնց է սպասում են պահին, որ արդեն մեր ձակը կծնվի, էլ փորիկը չի լինի, կազմվածքը ամբողջ իր տեղում կլինի, որպեսզի ամռանը գեղեցիկ հետարքիր հագնվի,
Այն ամենահաճելի բանը, տեսեք։ Ինձ վրա պահեմ։ Հա, շատ լավն է։ Էլի Կարինկայի համար։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Մենք ունենք էլի unboxing-ի շատ մեծ շարունակություն, բայց այդ unboxing-ի շարունակությունը այս վլոգի հետ կապ չունի։ Դա այն հետաքրքիր տարբերակն է, երբ թե բոլորդ հասկացաք, քանի որ երեխայի համար նկարվում է առանձին վլոգ տեսանյութներ։ Մաս համար առաջին, երկրորդ, երրորդ եւ այսպես շարունակ։ Կարիկաներ պարում այն կողմից, ցենց հարած։ Եվ թողնում ենք unboxing-ի այդ տարբերակ, ինչը վերաբերում է երեխային, այդ վլոգներում գնալու է հերթականությամբ, ինչպես ենք այն որ ասում են 0-ից պատրաստվում։ Դա առանձին կլինի երեխայի տեսանյութի մաս առաջինում, այն ինչ կադրեր արդեն հիմա ունենք, բարձերի կարելը, unboxing-ները, նվերները ու շատ հետաքրքիր էր։ Սպասեք, դա առանձին կներկայացնենք։ Իսկ վերջում այստեղ կա մի հատ հետաքրքիր unboxing-ի տարբերակ, բայց ինքը արդեն փակ է, ես աշխատանքի եմ եղել, փաթեթավորվել եմ, լավ, սպասեք, ասեմ ինչ մասնախոսքը, մի րոպե։ Unboxing։ Ես աշխատանքի եմ եղել, պատվերների եկել են, Կարինկան արդեն փաթեթավորել է, չեն կարող բացել, այստեղ հասցե ուղղությունը, որտեղ պետք է գնա, ամբողջը նշված է, այսքանը չեն կարող ետ քանդել, այստեղ 3 երեխաների ձագուկների համար հետաքրքիր նվերներ են, մեծ միջնեկ փոքր ձագուկների համար, 2 տղայի 1 աղջկա, եւ այն արդեն փաթեթավորած է, հասցեն գրված է, պետք է գնա երեխաների նվերը։ Դուք երևի հաջորդիվ կտեսնեք կամ իր նկար տարբերակներով պետք է ցույց տանք ինչեր են իր մեջ։ Երեքներ շատ որակյալ, շատ հետաքրքիր, լավ բաներ են, չեմ ասի նախորդ ինչ, բայց փաթեթավորված է, այսպես, unboxing 3 երեխաների համար գեղեցիկ հետաքրքիր փուփուշիկ լավ բաներ, որը պետք է գնա հասցեով հասնի հասցեատիրոջը, այսպես ցույց տամ, չեն կարող բացել։ Այսպես, ժողովուրդ ջան, ինչպես ասում ենք, հետաքրքիր չէ, unboxing-ը ձեզ ավելի շատ է հետաքրքրում։ Նորից շեշտեմ, որ հաջորդ Ամբոսիկ, դա, խելոք, գնացինք առաջ, հաջորդ unboxing-ները, այս տարբերակներով ճիշտ այլի կներկայացնենք, իսկ երեխայի հետ կապված երեխայի տեսանյութ վլոգներում։ Վայ չէ, մի րոպե ամենակարևորը մոռացել ենք, ստոպ, այստեղ ստոպ, սա այստեղ մնա, շատ հետաքրքիր կարևոր unboxing, կարճ կոնկրետ, ինչ են սրանք։ Մոռացել էինք այս կարևոր unboxing-ի մասին։ Տեսեք, ծաղիկները ոնց կարելի է մոռանալ։ Կրկին ստացել ենք ծաղիկ նվերներ, Կարինկայի ծնողների կողմից, այն որ մարտի 8-ի, ապրիլի 7-ի ժամանակահատվածում այս շինարարություն խառը վիճակ գրեթե չենք հասցրել ոչինչ նշենք, ամբողջը դուրս է եկել միանգամից, ընդամենը 2 օր առաջ ստացել ենք ծաղիկներ, նվերներ Կարինկայի ծնողների կողմից։ Ո՞տ գալիս է։ Շատ գեղեցիկ, անուշահոտ, մի հատ նայեք ինչ հրաշք է ու պարտադիր, սա պետք է ներկայացնել, շնորհակալ լինել, մեր ապրիլի 7-ը եւ մարտի 8-ը մի փոքր ուշ, ոչ ժամանակ չունենք, շինարարություն ենք անում։ Դե ինչ, վստահ եմ, հուսով եմ, որ էլի շատ հետաքրքիր է ձեզ համար, քանի որ գիտեմ, որ այս ամբողջը ձեզ էլ ավելի շատ է հետաքրքրում, քան եթե ինչ-որ ուսումնական տարբերակներ տեղադրեն, չէ։ Այդպես չի, բուսաբուժության բաժնի հետ կապված խատուտիկների տեսանյութ վլոգը, երևի տեսել եք դիտումները ուր են հասել, այդ մասին առանձին կխոսենք։ Դե ինչ, այսքանով այս անգամ սահմանափակվենք, կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգում։ Ես էլ շատ հոգնած եմ, գնամ Կարինկայիս հետ սուրճ խմելու։ Գնացինք։